Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, սիրելի հայ ժողովուրդ, խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Բոլորի համար արդեն ակնհայտ է, պարզ է, թե ինչ է կատարվում և ինչ են վիճ դրել գերտերությունները Հայաստանի ընտրությունների հարցում։ Են որ ես մի տարուկես առաջ ասում էի, որ Վարդան Ղուկասյանին առևանգել են, ապօրինաբար պահում են ընկեր ամերիկացիները եւ այլն, մարդիկ ասում են, արդար բանը դատական արդար համակարգ ունեցող երկիրը Վարդան Ղուկասյանի կթողած։ Մենք համոզվանք ընդամենը այս մի քանի ժամվա մեջ, որ դակամստեղ արդարադատություն բառը գոյություն չունի, ոնց որ ասում էր Միքայել Նալբանդյանի բանաստեղծության մեջ, ազատություն գոչեցիր, ազատության դու զինվոր, ազատություն ուզողին այս աշխարհը խիսներ է, մենք էլ արդարություն ենք ուզում, ստեղել չկա արդարություն, ձեր Ամերիկաներում է, որ նայում ասում եք, Ամերիկան արդարության երկիր է, արդար դատական համակարգ, 8-9 ամիս մատերի վրա խաղացնելուց հետո, վերջի դատական պրոցեսն եղավ ապրիլի 14-ին, մի ամիս էլ սենց մատերի վրա խաղացնելուց հետո ամերիկյան դատարան ասում է, չէ դու չես կարող գնաս, այդպես նախատեպ գոյություն չունի, սա գիտեք ինչ է նման, ոնց որ մի հատ հիվանդի, որը որ փորձել է ինքնասպանություն գործել սեռական օրգանից կամ հետանցքի, ցիկլանատիսակրակ է, վեկալ են բերեն հիվանդանոցի հերթապահ բուժ պերսոնալը վիրաբուժ, ասի գիտեք ինչ, մեկ սենց նախատեպ չեք ունեցել, որ մարդը ուզեն է ինքնասպանություն գործի սեռական օրգանից կամ հետանցքից, մենք բուժօգնություն չենք կարող ցույց տալ, իմ բարերով են բացատրել, որ ժողովուրդը հասկանա, որովհետև մեծ մարդը չհասկանա ինչ է կատարվում, տրամաբանական է, չենք ջոգումից ինչ է կատարվում, այսինքն բժիշկն ասի գիտեք ինչ, մարդը ինքնասպանել եմ գլխից կամ սրտից, եսի քամակից ցակից հավորոշելի կամ սեռական օրգանից, բուժօգնություն չեն կարող ցույց տալ, դες բան բժշկական համասարում չեն կանցել Ես հապատասխանեմ դատարան, ասում եմ, տեսան չի եղել ամերիկյան արդարադատության մեջ, որ մարդ ասի, ես փակում եմ իմ բոլոր դատական գործերը, ես հրաժարվում եմ իմ բոլոր դատական հայցերից, ես վճարում եմ իմ ճանապարհածախսը, ես ցույց եմ տվել դատարանին իմ գնալու մարշրուտը տոմսով, ամեն ինչով եւ այլն, եղբայր բացի գնում եմ, իրականացնում եմ քո միգրացիոն դատարանի վճիռը, էթում եմ, կանյասիաս չես ես բան չի եղել ամերիկյան դատարանական պատմության մեջ, ես չգիտեմ, ո՞նց թույլ տամ, հələ դուք սրա պատասխանը նայեք, խելքին հաշեցեք Ես էլ ամերիկյան դատարանը սկսեց միտինգի շուխուրը հելավ, մի անգամից ասում եմ, հելի գնալ, հելի գնամ ման ավոշեմ, տեղից ես չգիտեմ ոնց ասեմ դու հլնես գնաս, այսինքն դուք հիմա հասկանում եք, չէ, որ Վարդան Ղուկասյանի անձը այնքան կարևոր այնքան վտանգավոր է անգամ այս երկրի համար, ինչ մեծ խաղ է գնում Հայաստանի Հանրապետության համար, որ ասում եմ, չէ պիտի մնաս տեղ Պիտի մնա գնացեք բողոք վերևի դատարանը, թող վերևի ամենավճռաբեկ դատարանը ասի, մնամաս չի մնում, ժամանակաշահ։ Եվ սրա վառապացուցը այն է, որ Արաբատ Միրզոյան բոզից տղեն, այսօր կայնում ասում եմ, մենք հələ տալասներ ունենք հետ տալու։ Մենք հələ ասում եմ վրա ենք, մեզ հələ տալասք հետ տանք Ադրբեջանին։ Եվ քաղաքական դաշտում այսօր տեղ վարչապետի աթոռի համար հետույք տվող ընդդիմադիրները տաշիր, մաշիր, Գագո, դոդի գագո, չի հլնում ասում, ես ինչ ես ասում, Արաբատ, ինչ տարած, մենք հələ Ղարաբաղը տվինք հələ չպրծակ, մի հատ էլ ասում ենք հələ էլիք տարած է պիտի տա, քյարքի պիտի տա, նավքի պիտի տա, հələ սաղ պիտի տա, Երևանն էլ տու, մորը ծծծնեմ, Երևանն էլ տու, էդ էլ ասա, էդ էլ մերը չի, ասում Արցախը մերը չի, Սյունիքը մերը չի, սաղ մերը չի, սաղ պիտի տանք, մենք հələ տարածք ունենք տալու, Ալես Սիմոնյանը հələ Պուտինի վրա մատա թափ տալը, Բոցի տղա Ուկրաինայից ուզում շինես Հայաստանը, դրան եք ձգտում, Վարդան Ղուկասյանը, որ ասում է Ռուսիա պիտի լավը լենք, սեցը լենք, Վարդան Ղուկասյանը ռուսամետ չի, Վարդան Ղուկասյանը չի ուզում, որ արջի թաթը դրվի մեր վրեն, ճզմի ասի դե գնա ծնողիդ բերան է իսկականից ու պետություն ենալու իրավունք չունես, կարա ասի ու կարա անի, Ակախությունը ձեր գլխին վերևից ընկավ, խնձորի նման, վերևից սովետը քանդված է գլխին ակախություն ընկավ, դուք չեք կարող էդի պահեք Չեք կարում, երկիրն առել եք, վազում եք փողի դիմաց թուրքի ոռը, որ երկիր կորցնեք, թուրքերն էլ սրանց է փոխել, որ այդ խելագարին պահեք բատը, որտեղ որ հելասաղի տուն ու տեղը ծծնելու է 37 թիվ անելու։ Ես չեմ ուզում, որ Հայաստանը մի գեղեցիկ օր զարթեք տենակ ռուսական տանկերը, հրապարակի մեջտեղ են երագույնը իջեցրել են, իած երագույնը բարձրացել, ասում են իդից է, ի պասացից է, եւ կարա անի, ոչ մեկ ձեռը չի կարա բռնի, ոչ մեկ։
Ուկրաինայի նման երկապետությունը դրին կիսին Լուգանս տանես գրի մրիմ 2% վեկալավ 1 միլիոնից ավել մարզովա 8 միլիոնից ուկրաինացի փախամոտ Եվրոպային գործ այսօր ինչ են ասում են պիտի ինչ վեկալա պիտի տաս բա ինչ էի կուզել դու Եվրոպա Դու Եվրոպան 1920 թվին թքեց Սևերի պայմանագրի վրա նույն Ֆրանսիան լուծարեց հայկական լեգիոնը ինչա Կեմալին դուր գար Այսօր դուք եկի ասում եք Եվրոպան մեզի կպահի խոսքերով ում դեմա պահելու ռուսական տանկի ես չեմ ուզում դալի ես չեմ ուզում որ դուք անկախություն կորցնեք այ տոպոյներ Այ աննասուն Եվրոպա մեծ կոչվածներ ինչ ասեմ ձեզ որոք որ չեք հասկանում ձեզ Եվրոպան չի սպասում Խոսքերով ազեց Եվրոպան պահելու, քամելու են ինչ կա, չկա ինչա ռուսին վատություն անել։ Վերջում Հայաստանը չի թողա ռուսներ, որ գնա Թուրքիա, հագարժների թողարեք, չի թողա եւ ճիշտ կանի։ Իա քաղաքական պետակաշահը դրա մասին է խոսում։ Այդ երկիրը տարածք պահել գիտի, տարածք ավելացնել գիտի։ Չի հելը մեզ բոզի տղու նման ասեցի մերը չէր պիտի տանք։ Դուք պատկերացնում եք Ռուսաստանի կառավարությունը ասի, «Կուլյան կղզները մերը շիպտի տանք Ճապոնիային»։ Կալինինգրադը մերը կյանքում չէր պիտի տանք Գերմանիային։ Ուտեն շարունակ։ Ատես բանկ պատկեր չի կարելի։ Այս բոզի սղեկն եկել են, էսի մերը չի, սախ մերը չի։ Մենք ոչ որ այլ մոլորակնի ենք, վերևից ենք եկել նստել։ Այդ դրամը վաղտակ ու գազանից վախենում են պահում են ստել տրանտրություններն ավարտի որ Նիկոլ վերարտադրվի ես էլ սրանց ասել եմ նորից են կրկնում հրապարակայնորեն Նիկոլ եթե վերարտադրվեց նա երկար չի պաշտոնավարելու գրուկա պեչատուկա ստորագրուկա երկար չի պաշտոնավարելու դուք ձեր նպատակին չեք հասել դուք ըսկի Ուկրաինայում ձեր նպատակին չհասաք որ մնաց է միակ պուզու Հայաստան որտեղ լիքը ռուսական զորք կա Ընդամենը 3 ժամ եւ վերջ, այստեղ են ասել 3 ժամ եւ վերջ։ Կծասնեն չկիմանա ոնց։ Այդ սախ թրկահպատակ բոզի տղեկին։ Այդ սախ Եվրոպա կորացողներին, որոնք որ վեկալի դրոշ են թափարը ռուսի կինատու մեր որը տանկելերին։ Էս ինչ է կանում։ Ես ուզում եմ որ անկախությունը ձեր գտնի որ ընկելա, այդ էլ չկորցնեք։ Բայց դուք ցկտում եք որ դա էլ կորցնեք, այդ երագույն էլի չսնե եւ այլն ասեն դե գնացեք դուք պետություն ունենալու իրավունք չունեք, ով է բռնելու արջի թաթը, ոչ մեկ։ Փոխանակ նորմալ մարդկային հարաբերությունների մեջ ունեն անկախություն վայելեն, տնտեսապես զարգանան, ծերի Համեմատած Եվրոպայի ծերի գազը կա, լույսը կա, իսկ դրեն վայրեն արած չէ պիտի առեփետը բզում թուրք թրկահպատակություն են կարոզում մի հատ հենց ասեն եք դա տարածներ ունենք մորը բանը տար դու թուրքերին Արաբատ Միրզոյան կնգա տար դու Ալիևի զորքը շինի այդ Շենգավիթի ժողովուրդ են անու շապերը որ հենց ծխցրել է Նիկոլի Քիչարը Շենգավիթում լավ տղեկ լիքներ Եզի ասորի զինվորը գա ձեր համար զոհվի, որ դուք հող պահեք, հայ զինվորի հետ միասին, դուք օլիգարխներ, տաշից, երկու տղալից երկուս էլ բանակից ազատել ես, դոտ, երկու տղալից երկուս էլ բանակից ազատել ես, այսօր հելել եք, ասում եք, մենք ուզում ենք վարչապետ դառնանք, որ ինչ անեք, տարածքային պահանջ չունեք, ինչ Ադրբեջանացի դրայից համաձայն եք, մեր հարևանները պիտի լավ լինենք, բիզնես անենք, տռուսիկ մայկած ախենք, ապրենք։ Էնալույնման ես բոզի տղեն ասում էլի։ Հիմա դուք պիտի կաք։ Լապեք։ Միակ մարդը որ լապելու ձգտում չունի, տարածք տալու չունի, ընդհակառակը անցած խոսում Արցախը հայերի վերադարձի մասին, մենակ Վարշավ Բուկայսյանը, դամ ամերիկյան կառավարությունը ստոպ կեսուրա այդտեմ, ու այս մարդը հետևից հակի ձայներով հելմնայի մոտ, այս իա դատական համակարգով էլ պահում է։ Սիրելի ժողովուրդ, եթե ես ստեղ չեմ կոտրվում, եթե ես գտնվելով այս չքնախ չակերտավոր բանտում շարունակում եմ իմ պայքարը, իմ լեզուն, իմ կամակը չեմ կողխան, իրանք էդի չեն տենա, ես զագաղի մեջ չեմ խոսալու։ Դուք մի մարդու նման պարտավոր եք ամսի 7-ին գնալ ընտրատեղամաս եւ ձեր ձայնը տալ 15 քվեաթերթիկին։ Ուրիշ համար գոյություն չունի ախր։ Մի հատ էլ այսքանը ճիշտ։ Մի հատ էլ դրեք նայեք, կա որևիցե մեկը, ով սրանց տուն ուտեղով տխսնում է։ Կա որևիցե մեկը, որն ասում է տղա ջան, ես թուրքին տալու ոչ մի բան չունեմ, հələ ես պիտի հետ բերեմ։ Իմ ժողովուրդը պիտի հետ գնայի տան մեջ ապրի, որովհետեւ եթե այսօր Արցախը տվի, վաղը Սյունիքն է տալը, մեծ նույնն ասում է սպարապետը։ Փագեցիք Արցախի էջը, փագելու եք ժողովրդի պատմության վերջին էջը։ Դրա համար էլ ռոբասերժական բոզի տղեկը օկտեմբերի 27-ով այդ մարդուն, այդ գյոզալ մարդուն Դերոջյանը հետ միասին վարի տվին։ Հասկանում եք,
Մի մարդու նման պիտի գնաք, չմտածեք Վարդան Ղուկասյանը բանտում է, բան չի կարող։ Նելսոն Մանդելան էլ էր բանտում, ընտրվավ դարավ նախագահ, ելավ սեյր երկար հաճախը դրեց քաղաքական հակառակորդների բենի մեջ։ Ասես վեկալեք որ արե գլա։ Հիմա ձեզանից է կախված Վարդան Ղուկասյանի ազատությունը, ձեզանից է կախված Հայաստանի անկախությունը, սովերենությունը, ձեզանից է կախված դուք կդառնաք մուսլիմ մագամայևներ, թե կմնաք Արնո Բաբաջանյաններ։ Ձեզանից է կախված, որ մեկ մարդու նման վեր կենալ եւ գնալ բացատեղամաս։ Մի ասեք Վարդան Ղուկասյանը չկա, Վարդան Ղուկասյանը կա, չի մեռել։ Մի լսեք որոշակի մարդկանց, որոնք որ ասեն Վարդան Ղուկասյանը ցուցակում չի, կապ չունի, Տաշինն էլ ցուցակում չի։ Նիկոլ Փաշինյանը ցուցակում չէր, կնոտ կեսխմին հանրապետականները բոզից ծաղում քուքից առանց կրթության, առանց վայենի բիլետ, հոգեբուժարանի թղթով Բերիշինին վարչապետ։ Նույն ձև էլ Վարդան Ղուկասյանի պատգամավորները կնոտ կեսխմելու են Վարդան Ղուկասյան ամերիկյան բանտից, որպես վարչապետի տեխնացու դուրս է գալու, ասի եկեք արեք գլա, նստելու է սամալոտ ու գա։ Դեզանից է կախված, գա ու անի այն ինչ որ պիտի անի։ Այդ սպիտակ գայլը դոկուսակցության գեբի վրա պատահական չի։ Գայլը դա անտարի սանիտարն է։ Եվ որպես անտարի սանիտար եւ որպես սպիտակ գայլ, ոչ թե գորշ գայլ դրանց նման։ Վարդան Ղուկասյանը անելու է այն ինչ որ պիտի անի նորմալ, ղեկը գլխին, հայրենասեր յուրաքանչյուր կառավարություն։ Չիսկա Բարից ամենաբուն իմաստով չիսկա։ Դոնց սաղին պետք է անել կուկուլալատու մամբա մորմաշ եւ վերջապես ցույց որ հայ բոզի տաղա։ Մենք հələ բաներ ունենք թուրքի տալու տար կնգա թուրքին։ Օղոյմացիկ մանվելի ասած ձեր մորը տարեք տվեք թուրքին։ Այ բոզի տղեկ։ Մենք վհատվելու նահանջ կալ իրավունք չունի։ Ով է որ ասում Վարդան Ղուկասյանը ցուցակում չի տելևիզորի միջից կլինի, ռադիոյի միջից կլինի, թքմեք տելևիզորի վրա, ռադիոյին ասած գնաց նողից բերանը։ Վարդան Ղուկասյանը կա։ Վարդան Ղուկասյանը լինելու է, Վարդան Ղուկասյանը գալու է ու ծխնելու է։ Այս է լինելու իմ լոզունգը։ Տարածում ենք, չենք վհատվում, չեք կոտրում, դուք իմ ցենից լսում եք, որ ես կոտրված եմ։ Դուք իմ վրից զգում եք, որ ես վհատված եմ, ոտերս կերել են, թե ես կոտրվեմ։ Մենք մեր բողոքը շարունակելու ենք, դատական համակարգով հիմա են որ ասում բանը տաքսի մեջ դատ կա, դատարան կա, գերագույն դատարան կա, հքրանք գերագույն դատարան, մեկ էլ ասում են խաղաղ ժամանակի վրա, միշտ հայ ընտրողը կնա ընտրատեղամաս կասի տես, Ամերիկա, տես, իմ ձայնը տալիս եմ համար 15 քրյատերտիկին, տեսած, դե հիմա գնա ու ոտերս տես, ասում ու կցնա քվյատուպի մեջ։ Եվ հետևողականալն եմ յուրաքանչյուր ձայնի համար։ Եվ ըլնամա այդ իշուն ըլնամա Վարդան Ղուկասյանը Հենդերսոն դետենշոն ցենտրից դուրս է գալի որպես վարչապետ։ Ու սրանք էլ ըլնում են մատվոր, որ նրանք, որոնք որ Յաշիկով փողը վեգալել են թուրքերից, որ իրանք իրան սպատակին չհասան։ Ես էլ կասեմ Ալիև ու Էրդողան, դե հիմա Ալի ու ծղերը սկետ մամայի բերանը, որ ասում ես Հայաստանը սենց ու Հայաստանեն։ Հենց որևիցե մեկը այդտեղ են դոտին նայում ասում ես երնեք քոտիրու, մուսկուլնի է, բայց բենից մի հատ բառ չի հլնան։ Ինչ-որ մեկի հասցեին, ոնց կարող են շիտ ու տվությունը տվել են, տղեկին բանակից ազատել են, միլիարդները դրած վայելը, հիմա այլեն ասում ես ընդդիմություն եմ։ Ստի տիրոջ մերը կամ ստի մերը թե դու ընդդիմություն ես, գագո։ Նույնն էլ Տաշիրը, նույնն էլ մյուսները, Ռոբիկի տուն ուտեղը ծսցնեն պարլամենտում նստած էր, Ղարաբաղը չի տվիր, Ռոբիկ հիմա հերեն հույց ուզում ես, հայրենի կտերանա, հերդ ընդեղ էր թաղած, հլը չգիտենք, հերետա թե ով է, չի տվիշ, միատելեսը բենիցը դարչիլը, որ դու պիտի Ղարաբաղ հետ վերադարձնես կամ Ղարաբաղսերը պիտի գնա Ղարաբաղ կանտոններ, դարի միասավ, այսքանը ամենան հայկանքով, ամենան հայոց Վարդան Ղուկասյան։